Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մահացել է Մարմարիկ գյուղում անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը։ Նրա մահից հետո տարբեր մեկնաբանություններ էին գրվում այն մասին, թե ինչն է երիտասարդ տղամարդու կյանքից անժամանակ հեռանալու պատճառը։ Շատերը գրում էին, որ նա պարզապես չի կարողացել հաշտվել այս մեծ կորստի հետ, շատերն էլ նշում էին, որ ընտանիքը թշնամիներ է ունեցել։ Մի մեկնաբանություն մեր աչքից չի վրիպել։ Համացանցի օգտատերերից մեկը գրել է, որ այն մարդը, ով երեխային սպանել ու գցել էր գետը, հիմա էլ սպանել է երեխայի հորը։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ, երբ փնտրվում էր երեխան, այդ օրերին տարբեր լուրեր էին շրջանառվում։ Դրանցից մեկն էլ կապված էր հենց այն ամենի հետ, որ Տիգրանի հոր եղբայրը թշնամիներ է ունեցել եւ միգուցե նրանց ձեռքի գործն է։ Այս ամենը կարճ ժամանակ անց մոռացության մատնվեցին, իսկ այժմ կրկին թարմացել են այս թեմաները երիտասարդ հայրիկի մահից հետո։ Հավելենք նաև, որ երեկ ներկայացրել էինք Ստյոպա Սաֆարյանի հրապարակումը տվյալ դեպքի վերաբերյալ։ Համացանցում սգում են Մարմարիկում կորած եւ ապա ջրախեղճ եղած 2-ամյա Տիգրանի հոր Նորայրի մահը։ Մարդկանց սգալու անկեղծության մեջ չեմ կասկածում, միանում եմ բոլոր ցավակցական խոսքերին, աղոթքներին, բայց հիշում եմ, թե ինչպես ամիսներ առաջ հազարներով մարդիկ առանց գիտակցելու սեփական խոսքի հնարավոր ազդեցությունը հենց այս ընտանիքի անդամների համար քննարկումներում երբեմն անկաշկադ ու սուր քննադատության էին ենթարկվում նաև ծնողները, որ ուշադիր չեն եղել երեխայի նկատմամբ։ Տեղից էլ տղամարդու վիճակը ծանրագույն էր, երեխայի անհետանալուց րոպեներ առաջ վերջին տեսնողը նա էր եղել։ Ինչ գիտենք, թե նրանց տան պատերի ներսում ով եւ ում է մեղադրել, որ ուշադիր չի եղել։ Ինչ գիտենք, թե Facebook-յան մեկնաբանություններով գրված այդ հանդիմանանքներն ինչպես են սնուցել այդ ամենը։ Չեմ պնդում, թե սնուցել են, չեմ էլ կարող բացառել, որ ծնողները կարդացած լինեն ու իրենց կամ միմյանց մեղադրած լինեն, ով գիտե։ Նրանք էլ մեր նման մարդիկ էին, միգուցե գրանցված սոցիալական ցանցերում ու փորձում էին անգամ սոցիալական ցանցերում կամ տեղեկություն գտնել, թե որտեղ փնտրեն երեխային կամ մխիթարանքի ու զորակցության խոսքեր լսեն։ Երկու բան ակնհայտ է. 1. Հայրը հոգեպես անասելի տառապել է ողբերգությունից ու չդիմացավ տառապանքներին, եւ 2. Բոլորը պետք է գերագույնս զգույշ լինեն իրենց ամեն բառի հանդեպ, մանավանդ որ այս օրերին բոլորը միմյանց հրախոխող են անում քրիստոնեական հավատքի, Աստծո համար։ Մի քիչ քրիստոնյա եղեք, գրել է Ստյոպա Սաֆարյանը։ Հավելենք նաև, որ երեք հայտնի էր դարձել, որ Մարմարիկում անհետ կորած, ապա ջրախեղճ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը մահացել է։ Մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց հենց Մարմարիկ գետում։ Մարմարիկ գյուղից հրապարակին հայտնել են, որ երիտասարդ տղամարդու մահվան պատճառը ինֆարկտն է։ Տեղացիները պատմել են, որ տղամարդը երեխայի մահվանից հետո ծանր առողջական վիճակում է հայտնվել։ Պարբերաբար բարձր ճնշում է ունեցել, իսկ ժամեր առաջ հերթական բարձր ճնշման արդյունքում ինֆարկտից մահացել է։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք ողբերգական դեպքի մասին։ Հիշեցնենք, մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը, նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Վարույթը նախաձեռնվել էր քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով։ Նշենք, որ այդ օրերի ընթացքում, երբ փնտրվում էր փոքրիկ Տիգրանը, ժամանակ առ ժամանակ կեղծ լուրեր էին տարածվում համացանցում, թե գտնվել է Տիգրանը, թե զանգել են, սպառնացել են, որ Տիգրանը իրենց մոտ է եւ գումար է հարկավոր եւ նմանատիպ այլ տեղեկություններ։ Ընտանիքը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս հարցազրույցներով, նշելով, որ նման տեղեկությունները սուտ են։ Ընտանիքի հայրը լրագրողների հետ զրույցում ժամանակին ասել էր, որ չի հասկանում, թե ինչպես կարող է հայը հայի հանդեպ նման կերպ վարվել։ Ամիսներ առաջ այս պատմությունից մենք մանրամասներ էինք փոխանցել ձեզ։ Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրան Մանուկյանի հայրը Արթուր Մանուկյանը կիսվել է որդու անհետացման դեպքի վերաբերյալ իր մտահոգություններով։ Նա ասել է, որ ավելի հակված է կարծել, որ երեխային տարել են։ Նրա խոսքով, չնայած փրկարարները ջանքեր են գործադրում որոնելով Տիգրանին Մարմարիկ գետում եւ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում, մինչ այժմ որևէ հետք չի հայտնաբերվել։ Նա ընդգծել է, որ գետից տարբեր կենդանիների դիեր են դուրս բերվել, սակայն իր որդու հետքը չկա։ Ոչ մի հետք չկա, այս ջրից ինչ ասես հանել են, կատու, գառ, հորդ, հավ, բայց փաստն այն է, որ երեխաս չկա։ Չկա կոշիկ, չկա շոր, իրենից ոչինչ չկա։ Ոչ մի վարկած էլ չեմ բացառում։ Կարողա տարել են, կարողա որնը, այսօր փաստը վկայում է, որ ես հակված եմ նրան, որ ավելի շատ նրան տարել են, նշել է փոքրիկի հայրը։
Տիգրանի հայրը նաև կեղծ է որակել դրամահավաքի մասին տեղեկությունները։ Օրեր շարունակ ֆեյսբուքյան էջերում տարածվում էին լուրեր, թե դրամահավաք է իրականացվում Տիգրանին փնտրելու համար։ Ինչպես նաև դրամահավաքի վերաբերյալ տեղեկությունն այն էր, որ գումարի դիմաց պահանջել են Տիգրանին։ Չգիտեմ էդ սայթերով յութուբով դնում են, թե ծնողներից այսքան գումար են պահանջել, դրամահավաք են կանում։ Ժողովուրդ ջան, չկա նման բան, ապա տեղեկատվություն է, մի հավատացեք, ասել է նա։ Նա նշել է, որ նման բան լինելու դեպքում ինքը անձամբ հայտարարությամբ հանդես կգա ու խնդրել է նաև, որ որևէ մեկը իրեն գումար չփոխանցի։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Մարմարիք գյուղում 2-ամյա Տիգրանի առեղծվածային անհետացման դեպքով իրենք ուսումնասիրում են հնարավոր տեխնոլոգիական միջոցների կիրառման հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ դեռ նախորդ շաբաթ անձամբ է խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ, պարզելու թե արդյոք հնարավոր է որոշակիություն մտցնել դեպքի հանգամանքներում օգտագործելով տիեզերական լուսանկարներ։ Նրա խոսքով, վերջին օրերի ընթացքում Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատանք է տարել միջազգային առաջատար տեխնոլոգիաների շուրջ 2 տասնյակ ընկերությունների հետ, սակայն մինչ այժմ ստացված տվյալներով եղած արբանյակային լուսանկարներից ամենանորը թվագրվում է ապրիլի 26-ին, ինչը բավարար չէ դեպքի ճշգրիտ պատկերը վերականգնելու համար։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, հասկանալու թե արդյոք հնարավոր է որևէ կերպ ստանալ լրացուցիչ տվյալներ այն օրվա վերաբերյալ, երբ տեղի է ունեցել երեխայի անհետացումը, նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ Տիգրան անունով 2-ամյա տղան Մարմարիք գյուղում անհետացել է հանկարծակի և առեղծվածային պայմաններում, ինչն առաջացրել է լայն հասարակական հետաքրքրություն, ինչպես նաև մտահոգություն։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիք գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Նշենք նաև, որ Տիգրանի անհետացման վերաբերյալ տարբեր վարկածներ կան։ Ոմանք ասում են, որ ընտանիքը թշնամիներ ուներ, և հենց այդ թշնամիներն էլ որոշել են իրենց վրեժը լուծել։